Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նախորդին հայտարարել է, որ Ադրբեջանը հույս ունի հաջորդ տարի խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ։ Թուրքիան իր հերթին քննարկում է առաջիկա ամիսներին Հայաստանի հետ սահմանը բացելու եւ Կարս-Գյումրի երկաթուղին վերագործարկելու հնարավորությունը։ Այս իրավիճակում Հայաստանի առաջիկա անելիքը պիտի լինի կենտրոնացումը ներքին անվտանգային խնդիրների վրա։ Պետք են ուժեղ, պաշտպանված, պրոֆեսիոնալ ազգային անվտանգության եւ հակահետախուզության մարմիններ, որոնք կարող են ժամանակին բացահայտել եւ չեզոքացնել ահաբեկչական, խափանարար, կիբեր եւ տեղեկատվական սպառնալիքները։ Առանց վստահելի անվտանգության համակարգի խաղաղության որևէ պայմանագիր չի դառնա իրական պաշտպանություն։ Երկրորդը, ՀԱՊԿ անդամակցությունը գործնականում սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները խորացնելու գործակցությունը Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ մյուս գործընկերների հետ, ստանալու ամբողջական հետախուզական տվյալներ եւ ձեռք բերելու սահմանների համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Քանի դեռ մենք կապանքներով կապված ենք այդ կառույցին, չենք կարող լիարժեք ձևավորել արևմտյան ուղղությամբ անվտանգային ամբողջական գործընկերություն։ Սահմանի ամբողջ երկայնքով պետք են ժամանակակից դիտարկման համակարգեր, անօդաչուներ, օդային եւ ցամաքային վերահսկման միացյալ ցանց, արագ արձագանքման ստորաբաժանումներ։ Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում Հայաստանի կարմիր գծերը պետք է լինեն միանշանակ։ Գործընթացը պետք է ընթանա միջազգային մանդատով դիտորդական եւ փաստահավաք առաքելությունների ներկայությամբ։ Եվ վերջապես դաշնակիցներ։ Այս փուլում Հայաստանը պետք է խորացնի եւ գործնականացնի ռազմավարական գործընկերությունը Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Վերջապես ռազմավարական գործընկերություն պետք է հաստատել Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ Հունաստանի հետ։ Բայց այս ամենի հիմքում ներսից ամուր կազմակերպված արդար Հայաստանի Հանրապետություն, որը չի վախենում վերցնել պատասխանատվություն սեփական անվտանգության եւ սեփական ապագայի համար։